պետք է երկրպագենք անուր սրբազան սեղանի առջև և ուխտենք հերուսաբար պաշտպանել վարվարությունելու հարցակումները։ Բարև ձեզ, սիրելի ուսուցիչներ, աշակերտներ։ Հայրենաց պաշտպանի տոնի նվիրված մեր դպրոցի մի խումբ տղաների հետ կազմակերպվել են դե տղաներ մրցույթը։ Բեմ ենք հրավիրում մրցույթի մասնակից խիզախներին։ Դիմավորեք Բազեթին 8-րդ դասարանի տղաները։ Չէ, իսկականից Մեր օպերայի անունից բոլորի կողմից ուզում եմ շնորհավորել նախ պարոն Կարենին, նրան հատուկ շնորհակալություն հայտնել այս ամենը կազմակերպելու համար։ Ցանկանում ենք նրան երկար տարիների կյանք և այդ տարիների ընթացքում ամենակարևորը առողջություն։ Եթե առողջությունը լինի, երջանկությունը անպատասխանի։ Եվ այս փոխի նվեր ուզում ենք հասնել նրան։ Խնդրում ենք հապշոտ օգտել անոնք։ Այսօր ծանոթանանք մրցույթի կանոններին։ Թիմերի ողջունի խոսք, սրամի պատասխան, օրվա խորհուրդը բնորոշող պատիթը, թիմերի ավագների մրցույթ, դիմահարդարում և ստանրվածք, ինքնատիպ հանդել հավաքել, աղցան պատրաստել, պարան ձգել։ Մրցույթի արդյունքները գնահատելու համար ձեզ ենք ներկայացնում ժյուրիի կազմը։ Տիկին Գոհար։ Պարոն Կարեն։ Երաժշտության պատասխանատու պարոն Գագիկ։ Տղաներ, պատրաստ եք։ Առաջին մրցույթը թիմերի ողջունի խոսք։ Արդյունքները կգնահատվեն 1-ից 5 միավորով։ Տեսնենք, թե ինչպես են իրենց ողջունի խոսքը պատրաստել Բազեթ թիմը։ Բազեթ թիմը ողջունում է միջոցառման ներկաներին։ Թիմերին ցանկանում ենք հետաքրքիր խաղ։ Ամեն օր մենք վկա ենք մեր երկրի սահմանները պաշտպանող զինվորների սխրանքներին, ովքեր իրենց կյանքի գնով պաշտպանում են մեր սահմանները։ Այն ամենը սուրբ ու նվիրական է մեզ բոլորիս համար։ Մարտի դաշտում, կռվի հնոցում թրջված բանակի հերոսները միշտ անառիկ են պահում մեր սահմանները։ Մենք Արցախը միշտ պատրաստ է զինվորները պահել սուրբ հողը մեր հայրենի։ Այն ամենը խոստանում մենք ապագա հայրենյաց պաշտպանները խոստանում ենք պատվով ենք պահելու մեր պապերի պատգամը, քանի որ մենք առաջնորդվում ենք մեծերի խոսքերով։ Գիցեք, քնում են գետերն ու քամին, բայց չի քնում երբեք թշնամին։ Փառք տանք, միշտ հիշենք մեր հերոսներին և չմոռանանք նահատակներին։ Այսօր հայրենիքի պաշտպանի օրն է, ով եթե ոչ մենք, որ ապրում ենք ազատ ու անկախ Արցախում, գիտենք, թե ով է հայրենիքի պաշտպանը։ Հայրենիքի պաշտպանը այն մարդն է, ով ծնում ու դաստիարակում է ապագա հայրենիքի պաշտպանին։ Հայրենիքի պաշտպանն այն ուսուցիչն է, ով կրթում ու դաստիարակում է հայրենիքի հերոս պաշտպանին։ Հայրենիքի պաշտպանն այն գյուղացին է, ով
ով իր տքնաջան աշխատանքով հող է մշակում, բանակ կիրակրում։ Հայրենիքի պաշտպանը նա է, ով կյանքի գնով կառուցել է մեր անկախությունը։ Հայրենիքի պաշտպանն այսօր խրամատում կանգնած մեր զինվորն է, ում շնորհիվ մենք առավոտները խաղաղ ենք բացում, ում շնորհիվ մենք հայերեն ենք խոսում, ում շնորհիվ մեր ապագայի մասին երազելու եւ այդ երազանքներն իրականություն դարձնելու հնարավորություն ունենք։ Հայրենիքի պաշտպանը մենք ենք, Արցախի Հանրապետության նոր սերունդը։ Փառք հայրենիքի պաշտպանին, փառք մեր հայրենիքին։ Ուսուցիչներին, ծնողներին եւ հյուրերին ողջույն։ Ողջույն, ողջույն։ Մեկ րոպե լռություն, նրանց հողին հասնելիս միայն ձայնով ահարկոարկեին են որոնում։ Մեկ րոպե լռություն, թող համակի բոլորիս այս լռությունը խոսում։ Այսօրվա մեր հանգիստ քնի ու խաղաղ կյանքի համար մենք պարտական ենք քեզ, հայրենիքի պաշտպան։ Այսօրվա մեր արևաշող արշալույսների եւ մայրամուտների համար մենք պարտական ենք ձեզ, արթուն զինվորներ, հայոց լեռների հպարտ արծիվներ։ Փառք ձեզ, հայոց զինվոր սպա, զորք ու բանի։ Փառք ձեր անցած ուղուն, ձեր կուր կյանքի եւ անկոտրում ոգուն։ Փառք, փառք, փառք։ Տրամադրենք ակտիվներ թիմին։ Զինվորդ խիզախ, պաշտպանը պապա, հայրենիք իմ ազատ, Արցախ իմ անկախ։ Մի սերով փաշա, մի քաջանդարի, պայքարի ելանք առած սուր դրոշ, որպեսզի ապրեն ազատ ազգ ու հայրենիք։ Հանուն խաչորդող ումոր միության, հանուն Արցախի ու ողջ հայության, բարձր պայծի ձեր ոգին արի, ով հիդայներ հայոց աշխարհի։ Քաչ ապատողներ ով է ուրանում, իսկ քաչ ֆիդային իր կյանքը ջահել։
Ստեղթի։ Ծիրներթի։ Որպեսզի ինքները ձեզ երջանիկ համարեիք։ Ինչքան կցանկանայիք վաստակել, որպեսզի ինքները ձեզ երջանիկ համարեիք։ Ինչքան կցանկանայիք վաստակել, որպեսզի ինքները ձեզ երջանիկ համարեիք։ Խոսք տանք նժդերթինի։ Ինչքան կցանկանայիք վաստակել, որպեսզի ինքները ձեզ երջանիկ համարեիք։ Ինձ թվում է, որքան են մարդ վաստակի, ուզում են այդ միլիոններ մարդ չի կարող են համարել, իրեն համարել բավարարած վաստակած, քան դե իր ընտանիքի ինչ-որ մի անգամ, նույնիսկ իր ազգի ինչ-որ մի անգամ իրեն աղքատ է համարում։ Դրա համար ես վաստակացի, ինձ թվում է, որ ամեն արցախցի, ամեն մի հայ իր վաստակացի, նույնիսկ եթե մի լուման ներդնի իր ժողովրդի բարեկեցության մեջ, մենք կարողանանք մեր երկիրը հասնել մեծագույն արժեքների, մեր երկիրը կարողանանք խորացնել։ Նստի։ Մենք հարց չենք հասկացել, ինչի վերաբերյալ։ Մենք մեզ զգում ենք միշտ բավարար, բայց չենք կարող մեզ զգալ որպես լավագույն, քանի որ ամեն մի մարդ իր կյանքի վերջին րոպեներ ապրած մի բան է սովորում։ Եվ մենք բավարար կդրենք։ Խոսք տանք բազեթինի։ Ամենամեծ գլուխն ու խելք ունեցող։ Խոսք տանք նժդերթինի։ Ամենամեծ գլուխ ունեցող։ Խոսք տանք արտիզեթինի։ Ազնիվ խոսք ես չեմ։ Շատրություն երրորդ հարցը։ Ինչ է հումանիտար օգնությունը։ Հումանիտարը չի նշանակում մարդասիական օգնություն։ Ինչ է հումանիտար օգնությունը։ Խոսք տանք բազեթինի։ Հումանիտար օգնություն այն է, երբ որ մարդ մորով է օգնում։ Ինչ է հումանիտար օգնությունը։ Խոսք տանք այծաթինի։ Ցանկացած ֆինանսական օգնություն։ Ինչ է հումանիտար օգնությունը։ Խոսք տանք արտիզներ թիմի։ Ցանկացած նյութական օգնություն։ Շո։ Կայրակ թիմ։
5, 3, 4, 4 Կայք թիմ 1, 3, 4, 4 Նստեղ թիմ 1, 2, 3, 2 Ակտիվներ թիմ 1, 3, 3, 3 Իսկ հիմա սիրելի հանդիսատես, տեսնենք, թե ինչպես է մեր թիմերը կատարել իրենց տնային առաջադրանքը։ Տնային առաջադրանքն է օրվա խորհուրդը բնորոշող պատիթերթ։ Խնդրում ենք թիմերին ցուցադրել իրենց պատիթերթերը։ Չորրորդ մրցույթը թիմերի ավագների մրցույթն է։ Խնդրում ենք ավագներին մեկ քայլ առաջ։ Ավագներին կտրվեն մեկական հարց։ Երբ կազմավորվեց հայկական լեգիոնը, ով է նրա հրամանատարը։ Հիմա հարց կտրվի Նժդեհ թիմի։ Ով է կոչվում ժամապահ։ Ով է կոչվում ժամապահ։ Միկրոֆոնը տվեցեք, լի, բարձրախոսը փոխանցեք։ Զինված պահակայիններ։ Հարցը տրվում է Բազեթիմի։ Շուշին ազատագրեց Արցախյան ազատամարտի որ հերոսը առաջին մտավ վերթաքաղաք։ Շուշին ազատագրեց Արցախյան ազատամարտի որ հերոսը առաջինը մտավ վերթաքաղաք։ Աշուգյունը Մի խոսեք էլի կողքից։ Հարցը տրվում է արտիվներ թիմին։ Կա 74 իգնատիկի գնդակի թռիչքի առավելագույն հեռավորությունը և մահաբերության կարողությունը քանի կիլոմետր է։ 3000 կիլոմետր, 3000 մետր, 2500 Այժմ խոսք տան ժյուրիին։ Բազեթին 5 4
ասեմ, որ թիմերից մեկն էր միայն ճիշտ հասկացել իր անելիքը։ Ինչի այսպես դժվարանում միգրատորում։ Թիմերից միայն մեկն էր հասկացել իր ճիշտ անելիքը։ Ով որը ձեր կարծիքով։ Բա ինչի համար։ Ինչի համար։ Հիմա ասեմ, ցանկացած աղջկա թե վարսահարդարման, թե դիմահարդարման այդ երևույթին չի կարելի, որ հակառակ սեղի որևէ մեկը կամ ընդհանրապես որևէ մեկը ականատես լինի։ Դա պետք է արվի ծածկ բոլորից։ Առաջին։ Թիմերից ոմանք ոչ միայն վարսահարդարան սկսեցին անել, այլ նաև դիմահարդարություն։ Եվ ոմանց դիմահարդարությունը վախենալու աստիճանի հասավ։ Ինչ արվում։ Եթե հանկարծ ձեզնից մեկը տեսնի Սվետլանային փողոցում, ես կարծում եմ, այդ գնդակի նման 3000 մետր կփախչի։ Բացի այն, որ դիմահարդարումը կատարված է սխալ ձևով, երևույթը նույնիսկ միջոցներն էին սխալ արվում։ Ոչ մի դիմահարդար չի կարելի վստահել անդրանի, որ ամբողջ դեպքը կրորեն և ընդհանրապես չի կարելի ձեռքերով կպչել։ Ամեն ինչ արվում է համապատասխան գործիքներով։ Դրա համար գոյություն ունեն համապատասխան գործիքներ։ Եվ եթե անգամ անցել եք դիմահարդարման, ապա դա պետք է արվի այնքան նուրբ, որ դա բնականից չտարբերվի։ Ես կարծում եմ, որ բազել թիմի տղաները իսուր խեղճ Գայանեին փորձեցին աչքերը ընդգծել այդքան, որովհետև արդեն Գայանեի աչքերը բնականից այնքան ընդգծված են։ Այնպես արդեն սև են դրանք և չէ սև սաթի նման, որ դրանք կարիք չունեին ևս մեկ անգամ ընդգծելու։ Տղաները մի քիչ չափազանցության գիրկը ընկան։ Պարզ է, վարսահարդարումը կատարեցին գեղեցիկ, մեր հայկական ավանդական հյուսքերով, չէ։ Միլենարի վարսահարդարները ոչի շարեցին վարսերի համար, բայց իրենց դիմահարդարանքը մի քիչ մոտեցավ։ Ուրա։ Հետևից է։ Ցույց տալիս։ Այո, արել է, ինչ-որ չափով պատրաստել է։ Փաստորեն հիմա այս մեկնաբանությունից հետո մենք ցույց կտանք մեր գրած գնահատականները։ 2, 4, 4 Կայծացի
Խոսք տրամադրենք ժյուրիին։ Բազեթին 4 Կայծակ թիմ 3 Ստեղ թիմ 2 Ակտիվներ թիմ 5 Ինչպես կպատրաստեն աղցան մեր ապագա զինվորները։ Մրցույթի վերջում կգնահատվի աղցանի համը, տեսքը, խոհարի առաջադրանքի կատարման արագությունը։ Լսեք ինչ եմ ասում։ Ուրեմն ժյուրին այսպես որ համար առանձին գնահատական, աղցանի արտաքին տեսքի համար առանձին գնահատական, համի համար առանձին գնահատական եւ իրենց պատրաստման տեխնիկայի համար առանձին գնահատական։ Պետք է ասել, որ դարձյալ թիմերից միայն մեկն է հասկացել բավարարել բոլոր պահանջները։ Այսինքն թիմերից մեկը, որը ճիշտ հասկացել է իր անելիքը, ասենք առաջին հանգամանք, երբեք չի կարելի սեղանին մոտենալ առանց գլխարկի։ Երեք թիմերը փաստորեն բավարարում էին այս պահանջը, այս
Սփռոցը վերցնելուց հետո անպայման պետք է սեղանի վրա լինի մոմլատ։ Թիմերից միայն մեկը այս պայմանը բավարարեց։ Նոր այսքանից հետո կարելի է ասել թիմերից յուրաքանչյուրը ժյուրին ինչ է գնահատել։ Ուրեմն արագության համար ամենաբարձրը գնահատվում է բազե թիմը, որ ամենաշուտ ավարտեց աշխատանքը։ Հասկորեն, վերջնականացնենք, դու եկեք վերջնականացնենք։ Այո, եւ այդ բոլորը հաշվի առնելով հանդերձ, ստացվում է, որ թիմերից, դե լավ, ես վերցրու քեզ մոտ, հիմա մենք կամ հանրացնենք այդ բոլորը միասին։ Հինգ, չոր։ Կայծակ թիմ, 4, 3, 2 թիմ, 4, 3 ակտիվներ թիմ, 5 Կարոտով նամակ էր գրում, նա հիշում էր տունը հայրենի, ցվարած հայոց լեռներում, մի լացիր իմ մայրիկ, սպասիր ինձ և ես կգամ, ես քեզ շատ եմ սիրում, ես հիշում եմ արցունքները քո, երբ պատմում էիր ջարդերի մասին, ես հիշում եմ տունը մեր բակի բարդին սերացած, ես հիշում եմ խոխոջն արվակի ու մանկական խաղերս անցած, ու լսվեց հրաման մի որը դղրդաց, ծանր արկերի տակ հողը տնքած, ձեռքին կարացան նամանը ծոցում պահած, տղան առաջ նետվեց ատամները սեղմած, դեմքեր անցնել։ Սիրելի տղաներ, շնորհակալություն բոլորիդ այսօրվա մեզ պարգևած հաճույքի համար։ Ցանկանում եմ բոլորիդ հաջողություններ հետագայում, թող այս մրցույթները շարունակական լինեն,
Եվ կարծում եմ, որ այսօրվա այն թիմերը, որոնք սխալներ են թույլ տվել իրենց խաղի ժամանակ, հետագայում հաջորդ մրցույթների ժամանակ հաշվի կառնեն դրանք։ Ասեմ, որ բոլոր թիմերն էլ պարգևատրվելու են, բայց ժյուրին որոշեց, որ ամեն մեկին ըստ իր վաստակած միավորների տեղեր տան։ Բնականաբար կլինեն առաջին, երկրորդ, երրորդ տեղեր։ Ուրեմն երրորդ եւ չորրորդ, այո։ Եվ ասեմ, որ դուք ձեր պարգևները վաղը երկար դասամիջոցին միջանցքում կհավաքվեք եւ յուրաքանչյուր թիմ կստանա իր պարգևը։ Ուրեմն չորրորդ տեղում 120 միավորով գտնվում է Նշրեր թիմը։ Գտնվում է Բազեն։ Ես պիտի պատվով շնորհակալությամբ ասեմ եւ հպարտությամբ, որ մենք այս տարի մեր հայոց բանակին ունենք շատ պատրաստ, գեղեցիկ խելացի 4 զինվորներ։